ջան, ողջույն, բացում եմ նոր տեսանյութ, տեսեք թե ինչ գեղեցկությամբ եմ բացում և ինչ գեղեցիկ ծաղիկներ եմ ձեզ նվիրում, ուրեմն երեկ առավոտյան մենք պետք է տանից դուրս գայինք ու շարժվեինք դեպի Գառնի Գեղարդ, Վահանի ընկերների ընտանիքներով որոշել էինք, որ պիտի գնանք Գառնի Գեղարդ, մեր օրը անցկացնենք, բայց եղանակային պայմանները տեսակ փոշմանեցին և որոշեցին, որ երեկոյան պիտի գնանք ընկերոջ ամառանոց աշտարակ, էնտեղ անցկացնենք, չեմ նկարել, որովհետև թույլ չտվեցին, ասեցին չենք ուզում, մի նկարեք ուղղակի եկեք նստենք, խոսենք, մեր օրը անցկացնենք, լավ, այդպես էլ արեցինք, բայց մինչ դա ես առավոտյան արդեն դե որ տեսանք ոչ միտեղ չենք գնում, այդ Գառնի Գեղարդը արդեն այսպես պլանից դուրս էր, ես անցա իմ խոհանոցի մաքրությանը, տեսակ խոհանոցս, շատ էի հոգնել, Վահանը ասեց գնամ հաց վերցնեմ կամ դեռ չէին որոշել, ժամը 2 անց էր դեռ չէին որոշել, որ պիտի գնան, մեկ էլ գնաց, եկել է դուռը բացել է, ասում է ուրայի մոխրոտը, մոխրոտի ծաղիկներ գնացել էր MG, ասում ասե դա թե ինչ տեսականի կար, այս հսկայական փունջը 1500 դրամ սիրելիներս, սա եւս, ասում եմ այդպես շատ տեսականի չկար, ամենագեղեցիկները սրանք էին ու ընտրել եմ, իմ այս պիոնները էլի չեմ գցել, իրենք շատ շուտ հնացան, բայց այնքան անուշ բույր ունի, ամբողջ տան մեջ այս անուշ բույրն է տարածվել, վարդերի ու պիոնների միախառնությունը այնքան գեղեցիկ բույր է տան մեջ սենց տարածել, էլ ասելու չի, այդպես անուշիկներս, ես երեկ նույնիսկ նաև հրավիրված էի իմ հետևորդուհի Գայանեի կողմից ջրվեժ, բայց ցավոք չկարողացա գնալ, որովհետև արդեն 3 անց էր, որոշել էին, որ պիտի գնան և այլն, մի խոսքով 4 անց էր մենք նոր տանից դուրս ենք եկել, հավաքվել ենք, տանից դուրս ենք եկել, 6 անց էր արդեն, համարյա 5-ն էր, որ գնացինք այստեղից, համարյա 5-ն էր լինում, մինչև մտան խանութ, թեթև առևտուր և այլն, ժողովուրդ ջան, էլ այդպես չկարողացանք մի քիչ ուշ եկանք, հա, մոտավորապես ժամը 11-ն էր, որ եկանք, բայց լավ օր ունեցանք, գեղեցիկ, այսպես, ասի այսօր արդեն բացեմ նոր տեսանյութ, շատ շնորհակալ եմ դիտումների համար, անուշիկներս, ես ձեզ տեղյակ եմ պահում, աշխատել եմ արդեն 58 ցենտ, չգիտեմ ինչպես ծախսեմ, հիմա այսօր երկուշաբթի է և օրը բավական ուշ է, ես վաղը ժամը 12-ին ունեմ թերապիա, ասեմ, որ ոտքերիս վիճակը Փառք Աստծո, ժողովուրդ ջան, չէր եղել նման բան, որ ես այդքան լինեմ ոտքի վրա և ցավազրկող չխմեմ, այնպես որ եթե դուք էլ ունեք խնդիր, եթե կցանկանաք, ես կարող եմ ձեզ տալ կլինիկայի հասցեն, համարը, բժշկի անուն ազգանունը, բժիշկը առանձնապես այդպես միայն լսում է և ուղարկում է սոնոգրաֆիա և ռենտգեն, այդպես ինչ-որ բաներ հատուկ ինքը չի անում, եթե հարկ կա վիրահատության, ինքը վիրահատում է, դե լավ, այստեղ ձեզ ասում եմ բարի գիշեր, մեզ մոտ արդեն ուշ գիշեր է, տեսեք, հիմա ասեմ 11:10 րոպե, ձեզ ասում եմ բարի ու խաղաղ գիշեր, կհանդիպենք վաղը սիրելիներս, գրկում եմ, համբուրում եմ բոլորիդ և ևս մեկ անգամ ասում եմ տիկին Գայանե ջան, ներողություն եմ խնդրում, որ չկարողացա միանալ ձեզ, մեծ սիրով կմիանայի անուշս, գրկում եմ, համբուրում եմ բոլորիդ, ժողովուրդ ջան, մենք նորից տանից դուրս ենք եկել, ես գնացի ֆիզիոթերապիա, եկա, ոտքերիս վիճակը բավական լավ է, ես գոհ եմ, տեսնենք ընթացքում ինչ կլինի, այսօր 3-րդ սեանսն էր, 2 օր լավ քայլել եմ, չի ցավել, լավ տանը գործ եմ արել, էլի չի ցավել,
Մի խոսքով տեսնեմ ուր եմ գնում, ձեզ տեղյակ կպահեմ կամ հետ գալուց գիտեք ասել եմ, որ նկարելը Երևանում նույնիսկ թույլտվության դեպքում չեն թույլատրում, ես մեղավոր չեմ ժողովուրդ ջան, շատ եմ ուզում ձեզ համար հետաքրքիր կոնտենտ ապահովեմ, դուք էլ տեսնեք, դուք էլ իմանաք ինչ կա Երևանում, շատ հետաքրքիր կան եվրոպական ապրանքներ, այսօր իմացա, որ մեր ծնեբեկը գնում է Սինգապուր, գրել է էջին, ովքեր որ պետք է ուղարկեին, որ պետք է շատ ուշադիր լինեն, որովհետև Սինգապուրը բավական ինքը այսպես հետևողական երկիր է և չի թողնի իր երկիր ամեն տեսակ ապրանք, եթե հանկարծ ստուգում անցնի ու ասեն, որ լավը չի, հաստատ չի թողնելու, ինչպես մեր կարծեմ Գառնիի ջուրներ, տարիներ առաջ 11 թվին, ոյ վահանին ջուրը բերել ժողովուրդ ջան, առանց ջրի անհնար է, իմ ջուրը բերեց, գիտեք ինչ է լինում, ես շատ ջուր չեմ խմում, եթե խմեմ կայտուցվեմ, ձեռքերս է ուռում, ձեռքերս այտուցվում, կարմրում է, ես ալերգիա ունեմ արևից, չնայած որ առյուծները համարվում են արևի դուստրեր, արևի որդիներ են համարվում, բայց ես արևից շատ ուժեղ ալերգիա ունեմ, այսպես անուշիկներս տեսնենք ուր են գնում, ձեզ կասեմ տեղյակ կպահեմ, եթե այնտեղից չի, ապա կգամ տուն հաստատ իմանաք, եթե հնարավոր լինի նկարել այդպիսի մի հատ մեծ սենց պատիվ լինի, անպայման կնկարեմ, առայժմ անուշներս տեսակ ժողովուրդ ջան, ուր եկա հասա, ես էլ ձեր համար Այ քեզ էլ, չէ, ոչինչ ժողովուրդ սուրախանալ Ջալո, նամորտի Ձեզ էլ նանացի Են էլ նապաստակը տեսակ ժողովուրդ ջան վերջապես գտա այս պաղպաղվակը անեք շոկը պաղպաղվակը ավավավա տեսնենք ես ինչ պաղպաղվակ է Էսա բացել Բասել Վահան իրենը բացել է, հələ պտտի այդ շարիկները տեսնենք Վահան ջան ուր ես, լավն է համով է Վահան այսօր դժգոհ է, արևից երեկ լավ չէր հապա մի հատ խաձիր տեսնենք, ապա լավներ Համով է, համով է Նատը չի, բայց գինը շատ բաց Ինչքան էր 700 էշկան 700 Հա դե ոչինչ, մի անգամ ուտելու համար կարելի է Դու ոնց ես ասում Մի անգամ առնում ես ու էլ չես առնում Այսպես անուշտիկներ մենք եկել էինք իմիջալուց Հոմպլեքս էինք եկել ուղղակի շրջելու Էրիկը ընկերոջը տուն էր հրավիրել Մեզ ասեց մի քիչ գնացեք պտտվեք, մի հատ էլ գնամ հորաքրոջս տեսնեմ շունը ձեռքը կծել է Գնամ տեսնեմ ինչպես է Ահագին պատմություն է եղել, ձեռքը կարել են եւ այլն Մի խոսքով Այդպես պուպուշներ ջան, դե ձեզ գրկում եմ, համբուրում եմ, կհանդիպենք Ժողովուրդ ջան, Վահանին չլսեք Շատ համեղ պաղպաղակ էր Մի անգամ ուտելու համար արժի Վատը չէր, ասեմ Համեղ պաղպաղակ է Կոչվում է ռուբի Որինն է Փինգբերի ռուբի Արժե Համտեսելու մի անգամ բերնապող բանա Իմանանք սա ինչ է Դե ինչ համբուրում եմ բոլորիդ մենք անցանք գնում ենք ճանապարհ Ջան եկել եմ հորաքրոջս տուն տեսեք հələ ծաղիկները Սենց կամար կազմած գնում են
կապած կամար են կապել թարմի վրայով, տեսեք։ Բայց ինձ ծաղիկ է չգիտեմ։ Վահան ասում արի նկարի քիչ խոսա հələ վարդերը։ Մամաչկի։ Ոայ Աստված ջանես ինձ սիրուն են այն սպիտակները անցած անգամ որ նկարի հիշում եք ինչ շատ են արդեն չորացել են տեսեք հա Վալենային անմեղսունակին հələ ոնց է պարկել իբր ինքը հեչ մեղավոր չի էլի ինքն է կծել հորքուրից վախման մոտ գնամ հələ ոնց է պարկել խելոք հա ինքը հեչ բանից խաբար չի Ես էլ մի ուրիշ ծառ, տեսեք ծառա ծաղիկ ա տվել, իս ինձ սիրուն ա մամա ջան, հələ հեսա հարցնեմ հորքուրիս ասեմ, իս ինչ ծառ ու ծաղիկ ա իվ ջան, հələ ինձ էլ տուր դա տանեմ դնեմ տանս մեջ, իս ինձ ինչ էլ անուշոտ ունի, հա, ջան նոր ենք տուն մտել, ենքան հոգնած ենք, հորաքրոջ ստանից հետո գնացել ենք Սիթի, տեսանք վարդեր են բերել, բնականաբար Սեդան պիտի ընտրեր այդ վարդերից ու տեսեք թե այս մի հատ, էլը մի հատ նայեք ժողովուրդ ջան, այս սորտը վարդի մի հատ էր մնացել, հենց սա ինքը կարճ փոքրիկ փունջ ա, տեսեք, այնքան կարճ լիք ա, որ ես իրանդրել եմ այս փոքրիկ ծաղկամանի մեջ, ահա, տեսեք, ու հիմա վերցրել եմ սա, բոլոր իրար ծաղիկները հետ են դրել, եք ինձ ասում են էդ որտեղից վերցրեցիք, ասում եմ ժողովուրդ ջան արկղից, ով մոտեցին ասում են էլ չկա, ասում եմ չգիտեմ ժողովուրդ ջան, ինչ իմանամ սա ասենց դրված էր, ես ամենատակը գցել էին ամենատակը, մի հատ տեսեք գեղեցկությունը ոնց կարելի է սա չնկատել, վայ իմ աչքը շատ արագ է վերցնում գեղեցիկը, շատ արագ, տեսեք, և Վահանը վերցրել է մանուշակագույն պիոնավարդեր, դա էլ դրել եմ սպիտակների հետ, դա էլ ձեզ համար կնկարեմ, հավանաբար այս տեսանյութի մեջ ծաղիկները շատ կլինեն, սա էլ է չէ գեղեցիկ Աստված ջան, ինչ ոնց որ հարս լինի, ոնց որ օրիորդ աղջիկ լինի, 17, 18 տարեկան, 16, 15, չէ, 15-ից մինչև 20 տարեկան, նորահարսիկ ոնց որ լինի ենքան սիրուն ա, Այսպես անուշիկներից ոտքերս այսօր շատ են ցավում, շատ եմ քայլել, երևի թերապիայից հետո չի կարելի այդքան քայլել, իսկ ես չարաշահել եմ 5000 քայլ, բայց այդ 5000 քայլը ինձ այդքան էս չի տրվում, բայց էլի ապրեմ ես, ոչինչ կանցնի, լավ, այստեղ ձեզ ասեմ, առայժմ անուշներս սիրում եմ, գրկում եմ, համբուրում եմ բոլորիդ, թող Աստծո օրհնությունը բոլորիդ հետ լինի, այս գեղեցկությունն էլ ձեզ։ Ուրեմն տեսեք, մենք այստեղ փակել էինք, որ այս ծննդատունը էլ վերանար, այս տատրակները էլ չգային ձու չդնեին, խնդրեմ, եկել են, բույնը հյուսել են տաշտիս մեջ, ոնց էլ նայում ա, բայց արդեն ձու ա հանել, ինչ ա, ավազյակի մեկը, եկել գաղթագողի մտել են տաշտիս մեջ խնդրեմ, պրծում չունենք, իրենց լավ են զգում, Վահանը ամենասկզբից ասում ենք հանենք, ասում լավ Վահան ջան, մամային բան չեն անում, եթե ուզում ա ձու դնի, թող ձու դնի, այսպես, էլի կերակրում ենք, էլի խնդրեմ, ծննդատունը նորից բաց է, Ջան որոշել էի ջեռեփուկ պատրաստել ֆիլո խմորով, զեղչվել էր, երեկ Սիթի էինք մտել, գնել էի ու որոշեցի այսպես իմպրովիզի պես չգիտեմ, հավանաբար անում են, ես չեմ կանեն, վստահ եմ, որ կանեն, ես ու առաջին մարդը չեմ, որ անում է նման ջեռեփուկ, այստեղ ունեմ տեսեք ֆարշ,
խճողակն եմ մսի, այստեղ ավելացրել եմ բոլոնեշչի հետը մսի կտորներ էլ կա, իտալական սոուս է, մի րոպե, այսպիսի ինքը սոուս է, տեսեք, մսի կտորներով, լոլիկով, այսպես է կոչվում, Չու այսպես խավար ցույց տալիս իմ հեռախոսը, մի խոսքով սա եմ ավելացրել, թթվասեր, սև պղպեղ, աղ, մի քիչ սխտորի փոշի եւ վերջում թթվասեր, այսպես, եւ իհարկե համեմ ու մաղադանոս, հիմա փորձեմ տարածել ու միանամ ձեզ, ահա սիրելիներս տարածեցի, ես ասեմ, որ ֆիլո խմորի հետ երբեք չեմ աշխատել, տեսնեմ ես ինչի է ինձ մոտ էս լավ ցույց չի տալիս, ահա փոշոտվել էր տեսախցիկս, ուրեմն տեսեք, ես ֆիլոյի հետ երբեք չեմ աշխատել, գուցե նրանք ովքեր շատ ավելի պրոֆեսիոնալ են այս հարցում, ինձ ասեն Սեդա ջան աղացած միսը ծանր է գալու կամ հա ավելի այսպես չի համապատասխանում ֆիլոյին, չգիտեմ, հնարավոր է դուք ճիշտ եք, հնարավոր է որ ճիշտ եք, ես չգիտեմ առաջին անգամ եմ աշխատելու ֆիլոյի հետ, այստեղ առաջ ավելացնում եմ հալվող պանիր, հնարավոր է ինքը ավելի բարակ է, այստեղ ավելի ինչ-որ նուրբ մի բան կամ բանջարեղեն էր հարկավոր, չգիտեմ, բայց ես որոշեցի այսպես, որովհետև ինձ ասել են, որ ես ունեմ երկաթի և սպիտակուցի պակաս, որ ինձ հարկավոր է միս ուտել, քանի որ ես մսակեր չեմ, Եվ ինչպես ասում են, հա այնքան մի անգամ մի տղա այնքան հետաքրքիր մի բան ասեց, տեսել եք բնության մեջ մսակեր կենդանիները, գիշատիչները շատ ավելի ճկուն են, շատ ավելի նիհար են կազմվածքով, քան բուսակերները, ասենք օրինակ փիղը, ասենք օրինակ գետաձին, ռնգեղջուրը, որոնք բուսակեր են, բայց շատ ավելի խոշոր են, իհարկե դա բնության մեջ, բայց դե մենք էլ մարդիկս էլ բնության մի մաս են կազմում, այնպես որ ժողովուրդ ջան եմ, որ ասում են ամեն բան սուտ է, երեկեն ինչ որ դուք ուզում եք, այսպես հիմա մնացած ֆիլոն էլ ես տեղավորեմ, նորից կարակ եմ անելու, երեսա ամեն մի շերտի, վերջում կմիանամ անուշներս, Վերջ անուշիկներս ես այսպես հավաքեցի ամբողջությամբ, միայն հաշվարկի մեջ էի սխալվել, քանի որ ինքը այսպես փշրվում էր, չէի կարողանում իրեն հավասարաչափ բաժանել, միտեղ շատ, միտեղ քիչ է եղել, այս վերևի շերտին 2 հատ էր մնացել, գոնե որ, տեսնեք ինքը պատրտված է, նույնիսկ լավ էլ չի ծածկել այդ 2 հատը, հիմա եթե մի հատ էլ լիներ կամ 2 թերթիկ էլ լիներ, կարծում եմ շատ ավելի լավ կլիներ, ոչինչ, առաջին անգամի համար սա էլ վատ չէ, կյանքը այդպես է, պիտի փորձես, որպեսզի սովորես, մի անգամից, ինչպես ասում է Սևակը, ոչ մի բան չի լինում այս աշխարհում, ոչ մի բան չեն երեքանում, ծաղիկ չի տալիս, գարուն չի գալիս, մի խոսքով, անուշիկներս կդնեմ ջեռոց, հենց պատրաստ եղավ, անպայման ձեզ հետ կկիսվեմ, բարի ախորժակ բոլորիս, չէ, հետո կասեմ, հիմա դեռ չէ, բարի պատրաստում, ժողովուրդ ջան, մի հատ ուզում եմ ձեզ ցույց տամ, թե պանիրը ինչ գեղեցիկ էսպես, մի րոպե, ես իմը փոխեցի, այն մեծը տվեցի Վահանին, ես այդքան մեծ ուտողը չեմ, այսպես, պանիրը այնքան լավ հալվում է, չեմ կարողանում նկարել, մի խոսքով արտակարգ է ստացվել, դուք էլ փորձեք, շատ համեղ է, հենց տեսնեմ մի ուրիշ կտոր կարող եմ, անպայման ուզում եմ այդ պանիրը տեսնեք, ոնց է այնքան սիրուն բարձրանում է, ձգվում է, ես որ հեռախոսի մեջից չեմ տեսնում, ինչ կտոր եմ վերցնում, ահա, մի խոսքով շատ համեղ է ու շատ արտակարգ ստացվել է, ես չէի պատկերացնում և ասեմ ֆիլո խմորի համար բոլորովին էլ ծանր չէ, այս տեսակ
ջեռեփուկը։ Ջան, շոկ, կրակ, պաժար, երկրից գրկա փափում, ուր ենք եկել եմ Մալաթիա, ինչի եմ եկել, Էրիկիս պաշտպանության օրն է, Էրիկս այսօր պաշտպանելու է իր դիպլոմային աշխատանքը, այն ինչ ինքը ստեղծել էր համակարգչային կայք խանութի համար, համակարգչային խանութի համար, շատ լավ էր ստացվել, շատ։ Այսօր պիտի ներկայացնեն, ամսի 35 դիպլոմները հավանաբար կստանան, եթե այսօր բարեհաջող հանձնի, խոսելուց շատ են շփոթվում, ուրեմն հեռախոսս կախում է։ Ժողովուրդ ջան, հեռախոսս կախում է, տաքացել է, կախում է, չի նկարում նորմալ։ Եղեցի է, ժողովուրդ ջան, ավտոբուսը ընենց լավ ժամանակ է, ուղղափառ եկեղեցի։ Հիմա տեսեք, թե Երևանը ինչքան է գեղեցկացել։ Այն, որ ասում են, բան չի փոխվել, ամեն ինչ փոխվել է։ Ամեն ինչ, կանաչապատ, գեղեցիկ, ոչ մի կողքերը վառված, չգիտեմ, անտերության մատնված, չգիտեմ ինչ, տեսեք։ Ամբողջ, տեսեք, նոր ծառեր տնկված, տեսեք, ինչքան գեղեցիկ է քաղաքը։ Հիմա շատ ուժեղ խցանում է, որովհետև Կերյան կամուրջը փակել վերանորոգում են, բան չի փոխվել։ Դե հա Վահան ջան, մարդիկ կան, որ ինչքան էլ անում ես, միևնույնն է չեն նկատում այդ արածը։ Բանը չի սիրում, երբ որ ես քաղաքականությունից եմ խոսում, ես էլ չեմ սիրում, անկեղծ ասած, բայց երբ աչքս տեսնում է ու աչքս շոյվում է, չեմ կարողանում լռել։ Վահան Երևանյան լիճն է, ժողովուրդ ջան։ Երևանյան լճի հետ պապաս մի շատ ծիծաղելի պատմություն ունի, որ բոլորը ճանաչում են, ովքեր որ պապայից ճանաչում են, այդ պատմությունը շատ լավ գիտեն։ Հումորային իհարկե պատմություն։ Պապաս Սուզանավով դուրս է եկել Երևանյան լիճ։ Եվ գիտեք ինչքան մարդ էր հավատում դրան, չեք պատկերացնի։ Դա անեկդոտ էր, իրական անեկդոտ։ Հուշարձանը։ Միացյալ Նահանգներ տանող ճանապարհը թույլտվության դեսպանությունն է Միացյալ Նահանգների։ Այս պատուհանները փակվում են, գիտեք չէ՞։ Քարից պատուհաններ են, որոնք այդ պատուհանների վրա քարեր են իջնում։ Այդ քարերով է փակվում։ Սա էլ Իսակովի արձանը, գիտեք չէ՞։ Ունիկալ ազգ ենք, ծով չունենք, բայց ադմիրալ ունենք, ծովանկարիչ ունենք։ Ժողովուրդ այնքան շոկ է, չեք պատկերացնի, հեռախոսը մի կերպ է աշխատում։ Ծովակալ Իսակովն է։
Ախր Իսակով որն է մորտե Իսահակյան կամ Իսակով Իսահակյան էլի երևի այդ է ռուսիֆիկացումը լավագույն հայերին դարձնում են ռուս թուրքերի պես լավ անջատեմ քանի շատ ավելորդ չեմ խոսել մենք ես պատուհանը չեմ բացում օթորակիչը միացրել ենք պատուհանները մի փոքր եմ սա իջեցրել որ մեքենաների շարժը լսենք սրանք այնքան գեղեցիկ շենք կա Երևանը շատ է գեղեցկացել նոր ծառերը գեղեցիկ քան դանդաղ են գնում ովքեր վաղուց չեն եղել Երևանում կարող եք զմայլվել քաղաքով հա դες չեմ հաշվում խցանումները չեմ հաշվում վանջան խցանում մեր քաղաքը շատ փոքր է նախատեսված չի այսքան մեքենայի համար Ուսեք դիմացը փոքրիկ սիրուն ծառերը կանաչ ու կարմիր չեն բուրգունդ է Ուրեմն հենց Վահանը մի փոքր դիստանցիա է պահում, մի փոքր հեռավորություն դիմացի մեքենայից, գալիս մտնում են արանքը։ Գալիս են դիմացը, կտրում են մարդու։ Հաղթանակ կամուրջը նույը Turn right onto the bridge and then in 300 meters turn left. Արարատն է Այստեղ վերևը սեփական տներ են եղել պապիկից քեռին է այդտեղ ապրել Իմ պապայիս ծննդավայրն է չի երևում մի օր կգանք մի օր անպայման կգանք Turn left and then keep left. Այստեղ Վահանը երբ ասպիրանտեր էստեղ էր աշխատում գիշերային սմենի Էրիկս ծնվեց Վահանը դեռ էստեղ էր մետրոպոլ հյուրանոցում Այս էլ կենտրոնը Continue straight 2 kilometers. Սուրբ Սարգիս եկեղեցին մի օր անպայման գալու եմ Սուրբ Սարգիս անպայման Ժողովուրդ ջան դուրս եկանք կենտրոն փակ շուկա Եթե վաղուց չէիք տեսել փակ շուկան Այս պատերի տակ այս կողմը չեմ հիշում բայց այն կողմը այն կամարները որ կան Այդտեղ գազով ջրերը կային կոպեկով որ բաժակը շուռ էինք տալիս լվանում էինք ես փոքր աղջիկ էի ինքան եմ հիշում սպիտակ կեպկա ունեի վրան մանր կանաչ ծաղիկներով պոչիկներով մանր
Կան լավ եմ հիշում, որ եկանք պապայիս հետ, պապիկիս հետ եկանք, պապաս ասեց Էդիկ ջան գազով ջուր կխմես։ Ես այնքան լավ հուշեր ունեմ իմ մանկությունից, այնքան լիարժեք մանկություն եմ ունեցել, եւ պատանեկություն, եւ երիտասարդություն, շնորհիվ իմ ծնողների, իսկապես հուշերս շատ են ու երջանիկ հուշեր են։ Դրանից հետո իհարկե իմ երջանկությունը շարունակեց ապահովել Վահանս։ Իրա ներկայությամբ չեմ ասում, որ ինքը ներկա ասում եմ, չէ, դա իսկապես այդպես է, որտեվ ես միշտ երազում էի պապայիս նման ամուսին ունենայի, որ ամուսինս նման լիներ պապայիս, հոգատար լիներ, ընտանիքին նվիրված լիներ։ Տես, ախր տեսակ ինչ լավա նկարում էի, թարթիչը չէր միացրել։ Վահան ջան, տեսար ուշադիր չլինեիր, ես էլ նկարում էի։ Հա ինքն է մեղավոր, բա ու մենք չենք մեղավոր, առանց թարթիչի ինքը քիթը մտցնում է, մենք ինչ իմանանք։ Քիչ ալը, թողես էլ նորմալ է։ Հա։ Դեռ չստանում, չգիտի մոտիվացիա։ Հեսա պարսկական կապույտ մսկիթը։ Կապույտ մսկիթը։ Տեսեք, սա էլ է մտնում։ Մի փոքր Վահանը, ասում եմ, տեղ է թողնում, Վահանը շատ կարգու կանոնով է վարում մեքենան, էլի։ Կգան ու կնայ, տեսեք, սա էլ է ուզում, այս մեկն էլ է ուզում, քիթ թեքել է։ Տեսեք, որ նկարեմ, տեսնեք ինչքան խախտումներով են քշում, մեքենան քաղաքում չեք դիմանա։ Մեկ որ Վահանը բարկանում է, չի դիմանում, ճիշտ է անում։ Ասում էի, չէ, սա էլ է քիթը թեքել։ Այ Աստված ջան։ Մեր հին շենքերը պահպանվել են, մնացել են։ Լավ, ես անջատեմ, էլ Վահանին չշեղեմ, զգում եմ Վահանը շատ լարվում է, այստեղ մեքենա կա կանգնած, հոսանքների։ Մարգարյան հիվանդանոցը։ Այստեղ պապասու եղբայրս են ծնվել։ Մարգարյանում։ In 600 meters, take the middle lanes. Գեղեցիկ ցուցափեղկ է, չէ՞։ Մուտքը ծաղիկներով։ Այսպես շատ կա քաղաքում։ Հա, լայֆսթայլ պարֆումն է։ Հա, սա ուտանելիքների մեծ ցանց է։ Lifestyle parfüm. Ja. Օպերային մուտքը։ Չեն են կողմը։ Տեսնեն են կողմը ինչ կա, վանջան կես չեն պահում։ Արանքից։ Ասեք, որ Եվրոպայում այսքան մեքենա չկա, ինչքան որ Երևան քաղաքում, չեմ ասում Հայաստանում, ասում եմ Երևան քաղաքում։ Պրայ։ Բալիտի շենքը։
Անոցը ծառերի արանքում կազիրոկն է, բայց չի երևում։ Հին մառոժնի անոցը։ Այստեղ շատ է մեզ պապաս բերել կազիրոկ, պապլավոկ։ Շատ են գնացել։ Տեղի այս ավտոբուսը ուզում է Արամ Խաչատուրյանի արձանը նկարեի, բայց չստացվեց։ Եկանք ֆրանսիական հրապարակ։ Փակ այնքան գեղեցիկ է այս կլոր հատվածը։ Քաղաքը ամբողջ ծաղիկներ են։ Ասում որ բազելով շանսն է կարմիր լույսի տակ չի լինի։ Հա, էլի ֆիլոները դրել են մարդիկ։ Դելա, սիրուն Հա, հագնող։ բայց թող սպասեն, այսքան մարդ սպասում է իրանց։ Կարմիր լույսը վարգատանում վազում է։ Այսպես բարկանում են վարորդները, երբ հետիոտնը սխալ։ Չհասել են, բավարարի մոտնե եզգից, որ դեմով կազմում են։ Հա։ Մեկ վարորդին խանգարում են։ Ասած հանգարում, հա, այսը քիթը մցրել է, Տեսեք, չգիտի որ այն էլ չգիտեր, որ ուղղությամբ գնար։ Կինոնայիրին, մատենադարանը, հիմնական բաները գեղեցիկ նկարեցի։ Դանդաղ ծորում է։ Ցիտադելը։ Առաջից ինչ շենքեր։ Չեմ փողում, հիշեմ կնայեմ կասեմ։ Եթե հիշեմ նայեմ կասեմ։ Դե լավ, առայժմ այսքանն եմ նկարում, ժողովուրդ ջան կհավաքեմ, կտեղադրեմ։ Չէ ուր էինք դուրս եկել, Երիկս պաշտպանության է այսօր, տարանք մալացյա թողեցինք քոլես, մտածեցինք իրեն հետ կվերցնենք, բայց դեռ զանգեց ասաց դեռ չի սկսել պաշտպանությունը, սպասում է, 10 քանի ուսանող էին, մենք պտանք մալացյայի շուկա, կկիսվեմ ինչ ենք գնել շուկայից, այսպես, եթե այս տեսահոլովակում տեսանյութում չդնեմ, հաջորդի համար հաստատ կնկարեմ արդեն, այստեղ էլ ձեզ ասում եմ առայժմ, սիրում եմ բոլորիդ, գրկում համբուրում եմ, և ինչպես միշտ ասում եմ, մնանք Աստծով, ձեզ հետ էր Սեդան, սիրով